Տերը ասում է, որ եթե այդ ճյուղը չլսի թշնամուն, այլ լսի իրենից առաջի ճյուղին, ի վերջո բնին ամուր մնալով իր ճյուղի վրա, հա? Եվ մի փոքր պտուղ բերի։ Բոլորը կգան կասեն, այս ինչ անշնորհք ճյուղը, որտեղ որ պտուղ չի բերում, մարդը չի տեսնում, Աստված է տեսնում։ Բայց որ պտուղ է բերում, արդեն մարդիկ են տեսնում։ Եվ մարդը անարգելու ունակություն ունի։ Լսում ես ինչ եմ ասում։ Որ պտուղ չի բերում, ինքը տերևին է տեղ տալիս, այսինքն դեկորատիվ բաների, այսինքն երևալու ով ինչ կասի, հիշում եք թզենու պատմությունը, ինչ եղավ թզենու հետ, իր պտուղի ժամանակն էր, բայց ինքը տերևին էր տեղ տվել, ինչի, որ հերվի ծերևա, որ ասեն Երանի սրա տիրոջը, դուք ինձ լսում եք, բայց երբ որ ինքը պտուղ բերի, ով չի հասկանում, որ հարուրներից հետ է լինելու, ով չի հասկանում, և այսօր շատերիս հենց այդ է պահում, որ ես անեմ մի բան, որ տենց, կերևա, որ ես սրանցից հետ եմ, իսկ եթե դու չանես, մի օր կգա այդ տերը, և կտեսնի, որ պտուղ չունես, և փոխանակ մաքրի սրբի, գրված է, որ կկտրի։ Երբ որ մեր շեշտը դրված է մարդիկ ինչ կասեն, մենք չենք կարող պատրաստվենք, որտեղ լսի, մեկ անգամ սուտ խոսող են գնում է կրակը։ Ինքը ստիպված այլի սուտ խոսի։ Հետո մարդիկ չեն հիշում, որն էր սուտ, որն էր ճիշտ։ Հետո պետք է էլի հաս սուտ ասեն, որ սուտերը ծածկեն, ու տենց կյանքը անցնում է, մեկ էլ հոպ տերը կգա։ Ովքեր կարիք ունեն, թող ցածրաձայն ապաշխարեն, ասեն ես այդ սուտ չեմ խոսել, ինչ ուզում ալնի։ Եվ թող Տերը ազատի քեզ այդ բանից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ հիմա Տերն ասում է, որ բայց նա ով որ չամաչի փոքրը լինելուց, լսի ուշադիր, նա ով որ չամաչի վերջինը կոչվելուց, ով է վերջինը, որ կարող է առաջին լինի, նա ով որ խնդիր չունի վերջին լինելուց, նա ով խնդիր չունի իր մասին ինչ կասեն, ոչ թե մարդկանց չի հարգում, չէ, հարգում է, ոչ թե մարդու կարծիքը կարևոր չի, կարևոր է, բայց ինքը այնքան է Քրիստոսի հետ, որ հանուն Տիրոջ մարդու կարծիքի չեցնում։ Եվ ինքը հասկանում է ճանապարհը սա է, եւ ճանապարհը նեղա, որովհետեւ մարդիկ այո չեն հասկանա, եւ Տերն ասեց, որ ինչ չգնահատեցին, ձեզ էլ չեն գնահատի։ Եվ մարդը, որ եթե գնահատությունը վերցնի իր ամենակարևոր կյանքի, ասենք թե ասպեկտը, ինչ պետք է անի, պետք է ամեն բան անի, որ իրան գնահատեն։ Եվ դու արդեն խաբվեցիր։ Մի օր կգնահատեն, մի օր կփնովեն։ Եթե դու մարդու վրա դնես եւ նրանից առնես քո փառքը։ Բայց ուրեմն այդ ճյուղը հանկարծ որոշում է, ոչինչ որ մինչև այսօր իմ խոսելով, իմ դիրքով ամենաբարձրն եմ երևացել։ Այսինքն ինչ, տերևները։ Ինքը հասկանում է հենց պտուղ բերեց, ինքը վերջին է դառնալու։ Ում կերպարն ասա, Պետրոսի, ինչպես ինքը անցավ դրա վրայով, ինքը հանկարծ դարձավ ամենավերջինը, բայց ինքը դավաճանելով, հիշում եք Հիսուսին, բայց ինքը կանգ չառավ, ինքը նախկինում էլ տենց դեպքեր էր ունեցել, կանգ չէր առել, ինքը կանգ չառավ և եկավ էլի Աստծոտուն, այսինքն ինչ, վերնատուն վերադարձավ, այսինքն ինքը այդ ճյուղի վրա ամուր մնաց, վերջինը, առաջինը, որը որա է, ոչ թե անհոգ է, չէ հոգ ունի, բայց ինքը հասկացավ, որ մինչև չսկսեմ զրոյից չեմ կարող հասնել բարձրին։ Ինքը հասկացավ, որ կարող եմ ամենավերջինը լինել, բայց Քրիստոսի հետ դառնալ։ Իր համար ավելի կարևոր դարձավ Տերը, քան մարդկանց կարծիք։ Հիմա ասենց հեշտ ենք ասում, բայց բոլոր իրան գիտեն, որ ինքը շատ կարևոր էր։ Եվ ինքն էր իրան կարևոր դնում, կարևոր տեղում դնում, եւ Տերն էլ էր դնում։ Բայց իրանց մեջ վեճ կար, թե ով է մեծը։ Եվ անգամ հաղորդության սեղանին կար վեճ, թե ով է մեծը։ Լսում եք։ Եվ ինքը այդ ոլորտի, գիտես, որ մենք շատ ոլորտներ ունենք։
այդ ոլորտի մեջ ինքը կարողացավ դառնալ ամենավերջինը եւ բերել այդ թթու պտուղը։ Իգուցե դառը պտուղը։ Բայց Տերը ուրիշ բան է ասում։ Ասում նա որ կարողանում է իր անձը ուրանալ եւ ինձ է կարեւորում եւ պտուղ է բերում, այսինքն ինչ իր քչի մեջ հավատարիմ է լինում։ Ես կգամ։ Ասած ես ուզում եմ որ Տերը գա։ Խոնարհվի սիրելիս։ Խոնարհվել ինչ է նշանակում։ Խոնարհվել նշանակում է Աստծուն կարևորել եւ ոչ թե մարդկանց։ Եվ որ Աստծուն կարևորել մարդկանց չանարգել։ Հիմա փորձում եմ մի քանի հիմքեր տամ սխալ բան չձևավորվի։ Որովհետև Աստծուն կարևորը չի անարգում մարդկանց, այլ լինում է Տիրոջ նման, զոհաբեր նաև մարդկանց համար։ Բայց եթե մենք ուզում ենք պտուղ բերենք, պարտադիր է որ Աստծո կարծիքը մեզ համար ավելի լինի, որովհետև երբ որ պտուղ բերես, մարդու կարծիքը գալու է ու ասի, դու փոքր ես, դու չնչին ես, դու ինչ ես փոխելու որ, եւ այլն եւ այլն։ Դրա համար սկզբից պետք է կարևորել Աստծո կարծիքը, երբ որ այդ ձայնը լսես, փոխանակ ընկնես, քաջանաս եւ զորանաս։ Եվ միայն դրանից հետո, երբ որ մարդիկ գան ու անցնեն, հետո Տերը գալու է, հետո, դրանից հետո, երբ որ արդեն ամեն ճյուղ իր կարծիքը կասի, լսեցիք, հետո նոր Տերը կասի, ասացեք, հիմա մի քանի տեղից մեջբերումներ եմ, ասացեք Պետրոսին եւ եղբայրներին, Պետրոսին, բոլորի կարծիքով Պետրոսը պրոբլեմ ունի արդեն, ոնց որ թե պիտի ասվի առաքյալներին, ուզում եք Պետրոսին էլ ասեք, եթե ինքը առաքյալներից զատեց վերջում, պրոբլեմ է, բայց եթե ինքը առաքյալներից զատում է սկզբում, պատիվ է, վերականգնում է ինքը Պետրոսին, լսի ուշադիր, լսի, եթե մեկին Աստված չբարձրացրեց, քո կառուցածը մի օր փլվում է, հիմա կասես ոնց է փլվում, բացատրեմ, դու ներդրվում ես ինչ-որ մի տեղ, աշխատանքի տեղ, չանհանգստանաս, վաղը քո դեմ են դուրս գալու, ինչ-որ մեկը լավ բռնցքամարտիկ է, աշխարհի ամենը, մի օր ծնվելու է, չէ, մեկը որ իրանից ուժեղ է, ինքը ի վերջո ծերանալու է, չէ, չգիտեք այդ պատմությունները, ինչ որ մեկ ավելի ունակ է, չէ լինելու, քան այդ աշխատողը։ Եվ ի վերջո դու քեզ ինքդ կապեցիր, որ ես պիտի միշտ առաջինը լինեմ, որ դուք ինձ հարգեք։ Հենց դու երկրորդ եղել ես, դու ոչ մի բան ես։ Լսի ինչ եմ խոսում։ Դու ինքդ տենց ստեղծեցիր։ Երբ որ դու կարևորում ես մարդու կարծիքը եւ մերժում ես Աստծո կարծիքը։ Երբ որ դու Աստծո կարծիքն ես ընդունում կարևորը Եվ խոնար մարդը նա է, ով որ Աստծո կարծիքն է լսում եւ անում տենց։ Ոչ թե որ մարդկանց առաջ աչքերի տեսք կան ընդունում, կամ պարանոցը մի քիչ թեքում սենց խոնար։ Այդ չի խոնարը։ Այդ չի խոնարը։ Խոնարը նա է, որ լսում Աստծուն եւ անում Աստծո խոսքը։ Եվ մարդիկ պտուղով են տեսնում։ Ձեր գործերով, ոչ թե խոսելով, այլ գործերով են տեսնում, որ այս մարդ խոնար մարդ։ Լսում եք, և եթե Աստված մեկին կայացնում է, ով է մարդը, որ իրան իջացնում։ Եթե Աստված մի բան շինում է, ով կարող է խանգարի գրված աստեղ։ Ուզում եմ, որ փորձառաբար այս բաները տեսնես քո կյանքում։ Ուզում եմ քիչ լսես, բայց շատ տեսնես։ Կամ, ասածս միգուցե այդքան էլ տեղին չի։ Ասածս սա է, երբ որ դու մի բան լսում ես, փորձի ինչ-որ բան վերցնել և փորձի դա գործի մեջ դնել, ու դու կտեսնես, որ կյանքդ ուրախությամբ լցվեց, ինչի, Աստծո հետ գործողը ուրախությամբ լի է լինում։ Ամեն։ Ես ասում եմ այն բաները, ինչ-որ անցել եմ, ինչ-որ անցնում ենք, ինչ-որ տեսնում ենք, ու ուզում եմ, որ դուք տեսնեմ, որ ամենքս
ինչ-որ բանի մեջ առաջ ենք գնում։ Դրա համար հենց սկզբից ասեցինք, այս գալող տարին, եկող տարին մենք ավելի զորավոր կլինենք։ Ամեն։ Ինչի, որտեղ Տերն է ուզում։ Մենք չենք որոշել, Տերն է ուզում։ Երբ որ լսում ես ամանորի այդ նոր տարվա մաղթանքները, այս տարի սպասում ենք հրաշքին, իսկ հիմքերը ուր են։ Հիմքեր ունես, որ սպասում ես հրաշքի, եւ տարին նորից անցնում է, եւ էլի նույնը, եւ տենց։ Հիմքեր ունես, որ սպասում ես։ Աստված ասում է՝ արա քո մասը, ես կգամ կանեմ իմ մասը։ Եթե անցած տարվա մեջ մենք արել ենք ինչ-որ բաներ եւ հիմքեր ենք դրել, վստահ եղի, բաներ կա, որ այս տարի Տերը, եկող տարի Տերը կանի եւ կհատուցի։ Ամեն։ Եթե մենք քչի մեջ հավատարիմ ենք եղել անցնող տարին, վստահ եղի Աստված եկող տարվա մեջ բարձրացնի եւ ավելի զորավոր կլինես։ Այն բաները, որ չէր պատկերացնում, կպատկերացնես։ Այնտեղ, որտեղ բավարար չէ քո գիտելիքը, կունենաս գիտելիք։ Այն մարդիկ, որ դեռ քո կողքը ամուր կանգնած չէին, կկանգնեն։ Եվ այլն։ Եվ այլն։ Ինչի, որովհետև Տերը ասում է, ես հետո կգամ եւ կմաքրեմ, կսրբեմ այդ ճյուղին, որ նա էլ ավելի պտուղ բերի։ Հիմա տեսար, որ մեզանից չի էլ ավելի պտուղ բերելը։ Մեզանից չի ավելի ճիշտ ընկերներ ունենալը։ Իհարկե ծայրահեղ չեմ ուզում սրան նայենք, ուղղակի որ ամեն թեմայով խոսեմ, նա արդեն ժամը կավարտի։ Այլ քչի մեջ հավատարիմ վարվելն է։ Եվ երբ որ մենք ասում ենք, հա դե ոնց անեմ, ես չունեմ, ես չկամ, ես չեմ կարող տարարարարամ, ի՞նչն է դա։ Կենտրոնացանք մեր չունենալու վրա, կենտրոնացանք մեր թերությունների վրա եւ ոչ թե մեր ունենալու վրա եւ առավելությունների վրա։ Ով չգիտի, որ մենք ինչ որ մեկից առաջ ենք։ Այդքան քեզ գնահատի։ Ես ունակություն ունեմ ժամ ունենալու, ունակություն ունեմ գրիչ ունենալու, ունակություն ունեմ հեռախոս ունենալու, մարդկա ոչ գրիչ ունի, ոչ ժամացություն, ոչ հեռախոս ունի։ Ասենք։ Դրա մեջ հավատարիմ կլինեմ։ Հիշի, որ բաներ են եղել, որ հաճախ ասել եք, այս պետք է, հետո այդ եղել է, մի կարգին առաջ չեք գնացել։ Այս մեզ շատ է պետք, հետո այդ եղել է, հենց ոնց որ թե, հետո ընդ դրած է, միտեղ դրած է, հա, տենց։ Դրա համար, երբ որ մենք կենտրոնանում ենք մեր քչի մեջ, Աստված տանում առաջ եւ ժամանակին տալիս այն, ինչ որ մեզ ավելի առաջ կտանի։ Փառք Տիրոջը։ Ես շնորհակալ եմ Տիրոջը, որ անցած ամբողջ տարին երկրաշարժ չեղավ Հայաստանում։ Կասես խի ինչի է շնորհակալ, որտեվ աղոթել ենք մի ամբողջ տարի։ Մի ամբողջ տարի։ Շնորհակալ եմ, որ մեր սահմանները անառիկ եղան։ Ինչի է շնորհակալ, աղոթել ենք ամբողջ տարի։ Իհարկե ով չի հասկանում, որ աղոթել ենք հենց մեր համար։ Չէ՞։ Ահա, նաև մեր համար, չէ։ Հիմա որ վթար մի բան լինի, ով մեզ էլ է, չէ։ Այո։ Շնորհակալ ենք Տիրոջը հավատքով, որ մեր ղեկավարությունը Աստծուն պիտի իրական ճանաչի եւ երկիրը ճիշտ առաջնորդի։ Այո, եւ ոչ միայն շատ հայեր, այլ շատ տարբեր ազգեր Երանի տան ստեղի քաղաքացի դառնալու։ Ամեն, փառք Տիրոջ։ Ուրեմն Մատթեոսի ավետարանում սիրելիներս, ավետարանը ըստ Մատթեոսի 16-րդ գլխի, ուրեմն Տերը մի տեղ է գալիս աշակերտների հետ, որտեղ առիթ է տալիս, որ իրենք մարգարեանան, լսեք ուշադիր։ Նրանք, ովքեր ձգտում ունեն մարգարեության, այսուհետև ականջները Տիրոջ առաջ ավելի բաց։ Եվ մի շատ ձգտի, որ խոսա էլի, այլ պատրաստ եղի, որ երբ որ ուզենան խոսան, դու լսես։ Բոլոր մարգարեները պիտի զգույշ լինեն հանկարծ Տիրոջ ասածին որևէ բան չավելացնեն։
Տերը առիթ տվեց, որ իր աշակերտները հայտնություն ստանան։ Ես զարմանում եմ, որ նրանք այդտեղ հայտնություն ստացան, բայց տենց էլ չհասկացան։ Հնարավոր է, որ մենք մարգարեանանք եւ Աստծո խոսքը մեզ հայտնվի, բայց դեռ լավ չհասկանանք դա ինչի մասին է։ Եվ ուրեմն միայն Պետրոսն էր, որ ասեց դու ես կենթանի Աստծո որդին։ Ուրեմն այդտեղ Տերը հարցրեց իմ մասին ինչ են մարդիկ ասում, բայց այն չէր կարևոր թե իր մասին ինչ են ասում, կարևորն է թե որ Աստծո հոգին հիմա իջնելու է, ով կկարողանա լսի։ Հիշում եք Պետրոսի անունը նախքին, հիշում եք Սիմոնն էր ինքը, եւ լսի, Տերը մոր որովայնից ձևավորել է իրան, որ ինքը անկախ իրանից պիտի լսի։ Նախքինում ինքը չգիտեր, որ ինքը հետ է, ինքը տեղյակ չէր։ Հիմա ուզում եմ քեզ բան ասեմ, Աստված մեր մոր որովայնից մեզ հատուկ է ձևավորել եւ այդ գալիս է էլի նրան, որ երբ որ դու չգիտես քո առավելությունը, դու ուրիշ տեղ շատ ես ներդրվում, ոչ մի բանի չես հասնում։ Եվ Պետրոսը նավատորմ էր կառուցել, դե հիմա չեմ ասում հազարատ, մի քանի հատ նավեր ուներ, հասկանում ես, բայց դա չէր իրականչությունը, այդ չէր։ Երբ իմացավ, որն է իրականչությունը, երբ որ լսեց ու ճանաչեց Հիսուսին։ Հիմա եւս մի տեղ, Տերն ասում է իմ մասին ինչ են ասում։ Դե հիմա մարդիկ կային, որ ինչ են լսել, այդ էլ ասեցին։ Մեն մեկը ինչ է տրամաբանում, որտեղ շատ խելքով է, այդ էլ ասեց։ Հասկացա՞։ Բայց մեկն եղավ ոչ լսածը, ոչ տրամաբանածը, այլ ինչը հոգին վերցրեց անկախ իրանից բան ասեց։ Հիմա Պետրոսը, որ անունը Սիմոն էր, Սիմոնը նշանակում է ունկնդրող, ինքը տարբերում է ձայներ, լսել եք օրինակ խոսում են կոմպոզիտորների մասին, դիրիժորների մասին, եւ ասում են, որ այդքան ասենք թե լարայինի մեջ հանկարծ գիտեր, որ մի լարայինը սխալ նոտա վերցրեց, ինքը գիտեր, այդքանի մեջ դարի իմացի, որ ձայն չի, որ իմանաս, չէ, նույն գործի, բայց ինքը տարբերող ականջա։ Այ մենք մեր գործի մեջ, Աստծո գործի մեջ պիտի կարողանանք տարբերող ականջ ունենանք եւ դա ասեմ, որ շատերիս է հարկավոր, դա լավ բան է, բայց մարդիկ կան, որ տարբերելու մեջ չեն կանչված, նրանք էլ կանչված են, ասենք թե ուրիշ մի բանի օգնական լինելու մեջ։ Հիմա Պետրոսը մարգարեացավ եւ ասեց, որ դու ես կենթանի Աստծո որդին եւ Հիսուս Տերը ասեց, որ երանի քեզ Սիմոն, որովհետև քեզ ոչ երանի քեզ Հովնանի որդի մի րոպե գտնեմ տեղը ուրեմն դու ես Քրիստոսը կենթանի Աստծո որդին եւ Հիսուսը պատասխան տվավ եւ ասաց դրան երանի քեզ Սիմոն Հովնանի որդի որովհետև մարմինը եւ այրունը քեզ չհայտնեց բայց իմ հայրը որ երկնքում է Ուրեմն հայրը խոսեց Պետրոսի հետ, Սուրբ Հոգին հայտնեց Պետրոսին եւ Պետրոսը մարգարեացավ այդ պահին։ Փառք Տիրոջը։ Ուրեմն ճիշտ հենց դրանից հետո Տերն էլ ուրիշ բան ասում։ Պիտի դու նկատի ունենաս, որ երբ որ մարդը գտավ Տիրոջը, հետո պիտի գտնի իրան, ինքը որտեղ է, ով է ինքը։ Ժորժան, եկեղեցին միայն այցելելու տեղ չի, դա սկիզբ է, որ դու գալիս ես Աստծո խոսքը լսելու, բայց կամաց դու պիտի գտնես քեզ, եւ պարտադիր չի դու հովիվ դառնաս, պարտադիր չի դու բեմի ծառայող դառնաս, դու պիտի քեզ գտնես։ Օրինակ կան մարդիկ, որ երազներ են տեսնում, եւ մենք գիտենք, որ ճիշտ դա Աստծուց է, որ պատմում են այդ վաղտել են քնում, էլի գիտենք Աստծուց։ Հիմա այդ մարդը Տիրոջ առաջ երազա տեսնում, Աստված կարևոր փուլերից առաջ բան է ցույց տալիս։ Ես էլ մանրամասը սկսում եմ փորձել, ասել, բայց ոնց իմացար, բայց ոնց սենց, որ հասկանանք, որ ճիշտ վարվենք, որտեղ դա նրա մասին չի, որ հա, գիտես, մեր մոտ երազ են տեսնում, այդ չի։ Պարզ է։ Ուրեմն կարևորը, որ դու քեզ գտնես, միգուցե մեկը լավ մեքենայից հասկացող է։ Եվ եկեղեցին մեքենաներ ունի, եւ ինքը այդ գործը կազմակերպի։
ինքը կհասկանա, որ հեսա շուտով էս ինչ բանը շարքից դուրս է գալու, եթե սենց վարվեք։ Այդ մարդը մեր առաջնորդը կլինի, բոլորս իրան կլսենք։ Ինչի, որովհետև ինքը լավ է հասկանում դրանից։ Մարդը գտավ իրան, եւ երբ որ ինքը իրան գտավ, լսի ինչա կատարվում։ Եվ Հիսուսն էլ ասաց, նայ, լսի, հեսա կհասկանաս ինչ եմ խոսում։ Երբ որ մարդ իրան գտավ ինքը ով է, եւ այդ տեղում եղավ։ Դեպես։ Ես էլ ասում եմ քեզ։ Հիմա Պետրոս իր տեղում եղավ, հա? Անկախ իրանից չիմանալով անգամ բան ասեց։ Տերն էլ, տես ինչ ասում, ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոսը, եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չի հաղթի նրան։ Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, եւ այն, որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ այն, որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ Տեսա՞ր։ Ինչ տվեց Պետրոսին։ Նախ Պետրոսին դարձրեց եկեղեցու առաջի քարը, որտեղ մեկ քարով տուն չի շինվում, մեծաքարը, փոքրաքարը, քարերով է շինվում տուն, հա? Դրեց իր հիմքի վրա առաջի քարը, եւ Պետրոսին ասեց, Սիմոնին ասեց, որ դու Պետրոսն ես լինելու, ես քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, քարը նշանակում։ Եվ ուրեմն եկեղեցու հիմքի վրա այս բանը կանեն։ Շատերն ասում են դա Պետրոսին է վերաբերում։ Սիրելիներ, դա Պետրոսին չի վերաբերում։ Դա վերաբերվում է եկեղեցու առաջի մարդուն։ Հասկանում եք։ Շինարարություն ենք սկսում եւ հերթականությամբ քար պիտի դնենք։ Երբ որ առաջի քարը դնում են, օծում են առաջի քարը։ Չեն ասում, որ այն մնացածը կարևոր չի։ Օծում են առաջի քարը բոլոր քարերի փոխարեն, որտեղ ամեն քար չեն բռնի օծի, էլի։ Պարզացավ միտքը։ Եվ մեկ էլ տեսնում ես, այս ինչները Պետրոսը մեր եկեղեցուն ա եղել, այն չեմ մեր մոտ Բարդոմեոսն ա եկել, այս ինչները ինչն ա եկել։ Եվ մեծ ու փոքրի հարցեր են առաջացնում։ Մեծ ու փոքրի հարց չկա։ Ստեղ սկզբունք կա, որ եկեղեցին պիտի եկեղեցի լինի։ Հենց այն լինի, ինչ որ տրվեց Պետրոսին, տրվեց եկեղեցուն, մի ուրիշ գլուխներում ասվում է, որ եկեղեցուն է դա տրված։ Չի ասում, որ Պետրոսին է տրված։ Եթե դա Պետրոսին միայն տրված լիներ, ուրեմն մյուս տեղերում չէր ասի, որ այդ ամեն իշխանությունը տրվեց եկեղեցուն, որի գլուխն է Քրիստոսը։ Գիտեք արդեն, այդ համարը սիրում եմ եւ հաճախ եմ ասում, Եփեսացիս առաջի գլուխը։ Հիմա ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոսը։ Պետրոսը թերություններ չուներ այդ ժամանակ, որ ասեց։ Այնքան թերություններ, որ ինքը չգիտեր անգամ ինչ ասեց։ Անմիջապես դրանից հետո, երբ որ Տերն ասում է, որ ես պիտի գնամ, խաչվեմ, Պետրոսն ասում է, թողես բան չլի, ինչ ես ասում։ Այդքան չգիտեր։ Թերություն չուներ, ինչքան ուզես։ Ինչի մասին սկզբից խոսեցինք։ Գեդեոնը թերություն չուներ, ուներ։ Բայց Տերը կենտրոնանում է առավելության վրա։ Այս Սիմոնը մենակ լսել գիտի։ Այն էլ նախկինում չգիտեր, որ գիտի, էդ էլ չգիտեր։ Ձկան ուրկան էր մաքրում, գիտի թե ձկան ուրկան մաքրողը իր կյանքես ինչ անիմաստ է, հասկացար, զբաղվում էր այդ դրանով։ Էդ էլ չգիտեր, էդ էլ Տերը հայտնաբերեց։ Հիմա մենակ որ լսել գիտու, հա որ լսում եմ ինչ, ասա ինչքան բաներում ես տենց ասում, հա որ ունեմ ինչ, հա որ սենց ինչ, հա որ աշխատում եմ ինչ, հա որ Ժորժ ջան, գտի մի հատ քեզ։ Եթե դու գտնես ինչ, Աստված կասի քեզ ուրիշ բան։ Աստված կհայտնի քեզ բան, որ վաղ միսօր այդ, ոնց ասեմ, այդ հրեշտակներն են երազում։ Այն ինչ որ հիմա Պետրոսին եւ եկեղեցուն տվեց, այդ ամբողջ տիեզերքն է երազում։ Ասա հա, բայց որ ունեմ ինչ։ Այդ տենց եք նստած, ու լավ է որ տենց եք նստած։ Դուք նենց եք նստած։ Հա, բայց որ
տենց է ինչ։ Հենց դրա մասն եմ խոսում։ Հենց դրա մասն եմ խոսում։ Որ ունես ինչ, էլի նույնն ես էլի։ Խնդրում եմ հայտնությունից այդ մի քանի համարներից մի համար գտի, մինչև ես կհասնեմ այդտեղ, որտեղ հրեշտակին տրվեց այսինչ բանալին, ովքեր հին են հիշում են, և հրեշտակին տրվեց այնինչ բանալին, եթե բանալին չտրվի, հրեշտակը չի կար այդ բանն անի։ Դուք ուղղակի տեղյակ չեք, թե ինչ է մեզ տրված։ Ես ինչքան ժամանակ սրա մասին եմ խոսում, եւ այնքան լավ կլինի, որ երբ որ դուք հաջորդ անգամ գաք, ասեք, այսքան ամսվա այս ինչ խոսակցությունները, այս ինչ խոսքը փոխանցված, իմ կյանքում այս ինչ գործ արեց, վկայություններ միայն բժշկության չի լինում։ Միայն մարմնի եւ պրոբլեմների հոգսերի համար չի լինում։ Լինում է մեր կյանքի տարբեր ոլորտների։ Եվ լավ կլինի, որ մենք այդտեղ էլ կիրթ լինենք, այդտեղ էլ առաջ գնանք, իմանանք, որ պիտի, եթե բանա փոխվել, կարող ենք վկայություն անել, որը շատ կօգնի մյուսներին, որովհետև մարդը ասում է, ես այս ինչ տեղում եի, եւ հիմա սենց եղավ, եւ հիմա ստեղ է։ Խնդրեմ։ Հայտնության 9-րդ գլխի առաջին խոսքը։ Եվ 5-րդ հրեշտակը փողը փչեց, եւ տեսա մեկ աստղեր երկնքիցը ընկել երկրի վրա, եւ անդունդի գուբի բանալին տրվեց նրան։ Եթե չտրվի, ինքը չի կարող բանել անել։ Հիմա եկեղեցուն ինչ է տալիս։ Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոսը եւ այդ վեմի վրա, այսինքն այդ առաջի, այդ ինչ գծագրեցիք, ինչ ենք սարքում։ Դու առաջի քարն ես եւ այդ գաղափարի վրա, եկեղեցի գաղափարի վրա, այդ շարունակության վրա եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժողքի դռները չի ասում եւ այդ վեմը կհաղթի դժողքին, տենց չի ասում։ Ասում է այդ հիմքի վրա, այդ հայտնության հիմքի վրա, այդ նվիրվածության հիմքի վրա, մինչև վերջ գնացող Պետրոսի հիմքի վրա, նվիրյալ կերպար Պետրոսի հիմքի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Սիրելիներ ջան, սա մեր մասին է։ Սա մեր մասին է։ Եվ դժողքի դռները չի հաղթի, այլ կպարտվի։ Եվ ես կտամ ամեն բառը շատ հատուկ է։ Դու կարող ես քեզ հաճոյախոսող, ձեր տանը կենաց ասող, մարդկանց չլսես։ Կարա երկար լինի, սիրուն լինի, որ չլսես այդ բան չփոխ։ Լսի ու շադիր ինչ է Տեր ասում, կարար սենց ավարտեր, որ դժողքի դռները չի հարգի, տեից պիտի հետևություններ անենք, որ, բայց չէ, ինքը հատուկ ասում։ Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները։ Լավ լսի ինչ եմ ասում։ Եթե ես կոպիա չեմ արել մի բան, ու տալիս եմ մեկին այդ բանալին, հետո ես ինչ պտի անեմ։ Եթե ես տալիս եմ Արտակին, ասում եմ Արտակ ջան, այս բանալին սրանից հետո քո մոտ է։ Բացիր, կբացվի, փագիր, կփագվի։ Հեսա կարդամ կլսես։ Արտակն էլ Արմինեն զանգում է, Արտակը գնում է տուն։ Հետո էլ ընդ ուրիշն է զանգում, ես իմ ուրա գնում։ Այդ տղա ուր ես։ Հովի ջան։ Այ ախպեր ես դռները փակ մնաց, այդ մարդիկ սառեցին, հիմա այդտենց աշխարհիկ բաներ ասեմ, որ գլխին գնեք։ Ստից բաներ եմ ասում, որ բայց շատ կարևոր բաներ են։ Եթե բանալին տվել ենք Արտակին, հիմա ես հովիվն եմ, հովիվը չեմ մանում, քանի հատ ընկեր ունեմ, Տիգրանն էլ օգնական սա կարա բալգարկով կտրի բան, չի գործում։ Տիգրանն ասում է գամ կտրեմ, ասում չէ այ ախպեր, կանոնը տես չի, բանալիով պտի բացվի, չկա ուրիշ տարբերակ։ Արտակի քունն էլ տանում այմա ինչ անենք։ Եղավ, հասկացար ինչումն է բանը։ Մոտավորապես նկարագրեցի երևույթը։ Եթե այդ կոպիա արած չի, լավ է կորավ, ես կբացեմ։ Տենց չի։ Հասկացա։
Այդ ինչ բանալին տրվեց այդ հրեշտակին, չկա էլ երկրորդը։ Աստվածաշնչում սենց է։ Եվ Եսավը իր հորն ասեց, բա իմ համար էլ օրհնություն չմնաց։ Ասեց չէ։ Այ մարդ, խոսում ես էլի, մի քիչ էլ իմ համար բաներ խոսա։ Տենց չի։ Այդ միամիտների համար է տենց։ Եվ իմ համար էր տենց, երբ որ ես միամիտ էի, ասում էի, «Յանտի, նրան էլ օրհնի էլի»։ Եվ մեր մտածելակերպումը, որ օրհնությունը, հա, Տեր օրհնի քեզ, Տեր օրհնի քեզ։ Այդ չի։ Ժորժան շատ լուրջ է այդ ամեն։ Տերն ասում է, եւ ես այդ բանալիները, ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոսը եւ այդ վեմին վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները։ Արքայությունը ունի իր զինվորական ուժերը, իր ֆինանսական բանկերը, իր պահպանող, չգիտեմ, բարձրացնող, իմաստություն տվող, առողջացնող ամեն ուժերը։ Երկնքի բոլոր բանալիների արքայության բանալիների, ուրեմն տալիս եմ Պետրոսին, այսինքն եկեղեցուն։ Եվ այն, որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում։ Սիրելի ժողովուրդ, եթե ունես բանալի, կբացես դու։ Եթե չունես բանալի, այս դուրը ինչ եկել ենք փագա։ Կոտրել չի կարելի, ուժը չի գործում, ոչ զորությամբ, համարը խնդրում եմ, ոչ զորությամբ և ոչ ուժով, ոչ դրելով, ոչ բալգարկայով, ոչ մեծ հարվածող գործիքով, կենթանանումա խոսքը քո համար, այլ ինչով, Տիրոջ հոգով։ Համար, տիրոջով չէ, տիրոջ տված բանալիով։ Ես ոնց ես երկիր իջացնեմ։ Բարձրանում եք, շատ եք սենց, հետո հենց դուրս եք գալի, տակ, գետնին։ Համար գետնի վրա եղեք, ձևերի իմացող, որ դուրս գաք, իմանաք ինչ անեք։ Եթե դու բանալին չունես, չի օգնի, եթե դու ուրիշ բանալի ես մտցնում և ուժ ես տալի, հեսա շուտով բանալիտ կկոտրես, ավելի վատ բան կլինի, ձևը, իմաստությունը պիտի իմանաս, սխմելով չի, ուժով չի, հատկապես գործիքներով չի, այլ ինչով է, Տիրոջ խոսքից եկած հայտնությունով, հայտնությունը իմացար ներսումդ բաներ փոխվեց, դու հաղթող ես, եթե չկասկածես, եթե կասկածես, չի լինի, գործնականա թե չէ, Ժորժ ջան, այսօր մի բանալի վերցրում, Պետրոսը մեզ համար լավ օրինական, ինչի, որտև մեր առաջի քարն էր, Տեր Հիսուս այդ շինարարության հասել է այս քարերին, այս դարաշրջանում, այդ եկեղեցին, որ առաջի դարում դրվեց այդ քարը, Տեր Հիսուս Սուրբ Հոգու միջոցով շինարարական փուլում հասել է այդ քարերին։ Եվ քեզ տալիս եմ, չեք կարդամ, նորից կարդամ, Եվ ասաց նրան Սիմոն Հովնանու որդի, որովհետև մարմին և հոգին, ես էլ ասում եմ քեզ, դու ես Պետրոսը, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և շնորհակալ ենք Տեր, որ այսօր անցած հազարամյակներ կորած ենք ու գտավ, ամեն, որտեղ մենք իրան չգտանք, ինքը մեզ գտավ, ուրեմն մեկ վարկյան, այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Այսինքն
ինչ էլ որ մտածի դժոխք կա, հենց ուզենա դուրս գա որ գործի, եկեղեցի պրոբլեմ չունի։ Ես քեզ ուզում եմ ասեմ, մի աղբորից լսեցի, ինքն ասում է, որ երբ որ Դավիթը հաղթեց Գողիաթին, հետո որ էլի եկան Գողիաթի կողմից աղբերները իրա, հետի Գողիաթը չէր։ Եվ երբ որ դու աղոթք ես անում, իրական նախաղոթի ու իմացի, որ ինչ որ ասեցիր, ասված է, որտեղ գրված է ինչ որ երկրի վրա դու կապեցիր, կապված կլինի եւ ես քեզ ուզում եմ ասեմ, որ սատանան գրված է, որ 1000 տարի կապվելու է։ Գրված է, որ 1000 տարի որ կապվեց, շատ շարժվեց, այս իր թելը կտրվեց։ Դες գրված է։ Գրված չի։ Ովքեր չգիտեն հայտնության գիրքը ասեն, դες գրված չի։ Գրված է 1000 տարի այդ տեղից ընդհանրապես դուրս չի գալ։ Եվ դու մի մտածի, որ այս պահին կապեցիր, մեկ էլ արձակվավ, կապեցիր, արձակվավ, կապեցիր, արձակվավ։ Եթե դու սենց մտածես, ես այնքան կկապեմ, որ հենց ավելի լավ որ գալիս եմ, որտեղ կապված էլ չի արձակվում, այդ ուրիշն է գալիս։ Եթե դու սենց մտածես, ընդհանրապես բանալիով ամեն խնդիր լուծվում։ Եթե դու սենց մտածես, то ես էլ այնքան կկապեմ, ավելի լավ։ Շատերը կապված կլինեն։ Հասկացար։ Ես ժամ չի ուզում, մենակ թե հավատք ուզում, առանց կասկածի։ Ես կապում եմ, հա? Իրանք կկապեն մինչև են վաղ, երբ որ դատաստանը գա։ Աստվածաշունչը ինձ տենց է տալ։ Ասեմ, որ ես տենց եմ մտածել, որ կապեցիր, հեռացրեցիր, այդ նույնը կարա վերադառնա։ Իսկ ես ասում եմ, չէ, էլ ինքը չի կարա վերադառնա։ Ինչի, որտեվ 5 է տալիս ինձ։ 5 է տալիս, կարող է ուրիշները կան, բայց ինքը էլ չի կարա գա։ Լավ, եւ գրված է հայտնության գրքում, որ 1000 տարի հետո երբ որ արձակվի նա այդ անշնորհքը, երբ որ արձակվի, եթե չարձակեն, ինքը տենց էլ կմնա, երբ որ արձակվի, տենց է գրված։ Ահա, սիրելիներս, այսօր ուզում եմ ոչ թե վախով լինես այն տեղում, որտեղ դու դեռ չես հաղթել, այլ Պետրոսի նման հայտնություն ապրես եւ ավելին քան Պետրոսը, Պետրոսը դեռ ճանապարհ պիտի անցներ։ Եվ այսօր որոշում կայացնես, այդ տեղում ես պատերազմ եմ սկսելու։ Ես քանդում եմ այն միտքը, որ դու ունես, որ երբ որ ես պատերազմում եմ անօրենի դեմ, ինքը ավելի է բարկանում։ Շորջ ջան, տենց բան չկա։ Տենց բան չկա։ Տենց եղավ, որ կկուն, որ ասեց ծառնել քոնը չի, ծառնել քոնը չի, աղվեսը շատ բարկացավ, ատամներով կրծեց ծառը ընկավ, էդի արդեն հնդկական է, էլի, հայկական չի, բայց սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա, հենց դու իմանում ես, տեսեք Տերը ինչ ասում, և ես ձեզ խոսել եմ այդ բան, ինքը ասում է, որ օձի գլուխը կկոխրճես և ոչ ճտկավոր կոշիկներով, այն ժամանակվա բոբիկ, սանդալով, ամենալավը սանդալով, որ կոխրճես, ինքը չի կար ասես, թեքվի ու կծի, գիտես չէ, օձը այնց բան ունի, ասում ինքը դետ չի անի, ժորջան, մի վախեցեք ձեր թշնամուց, լսեք ու շատ, մի վախեցեք, այլ իմացեք ով ենք մենք, եթե դու չօգտագործես, դու անարգում ես Հիսուսին, դու անիմաստ ես իրան անում, խոսեմ սրա մասին, շարունակեմ, բաներ կա խոսել, բաներ կա, մենք Եսայա գրքից մի հատ լավ գլուխ ունենք, հայտնության գլուխ, խոսենք դրա մասին, բայց դու պիտի հիշացնես, շատ ուժեղ բաներ կա, եթե մենք չանենք, ուրեմն մի ազգ կա, ասում է, որ քանի որ Աստված բարի է, եկեք սատանային էլ ասենք քերի է մեզ, Աստված հայրը բարի է, իրան էլ քերի անվանենք, որ հետներս լավը լինի, այսինց, այս տուն մտավ թշնամին, քանդիկ, փշրի, ինչ ասես կանի, մի վախեցեք
ձեր թշնամին։ Ձեր թշնամին ձեր ոտքերի տակ հնազանդված է։ Մի մարդ ասма կոշիկի տակ գրել էր այդ անշնորհքի անունը, որովհետև ամեն օր իր վրա կոխորճում է, որ հենց ոտը դնի իր վրա։ Բայց բաներ մի արեք, բայց միտքը վերցրեք։ Դու եթե վախենաս, դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Եթե դու իմանաս, թե Տերը ինչ է տվել, հիմա բանալիները ում մոտ են։ Ուր է ցույց տուր։ Բա, տեսար ինչ եմ ասում։ Ասում եմ բանալիները ում մոտ են ու դու ասելով իմ մոտ տեսնում ես, որ դու չունես այդ բանալիները։ Փոխանակ իրան լոզունգային սարքենք, արի սկսենք մտածել, բա ինչի է չի լինում։ Մինչև ստեղ, որ հաջողվեցինք ինչ որ բանում, սա է պատճառը։ Տեր ինչի դա մի մոտ չի լինում, ու Աստված բան փոխել։